Երկրների պայքարն էլ էլի կամ ազգերի պայքարն էլ այդ էվոլյուցիայի փուլ կապրի ու էլ արդեն էլ մարդկային կյանքի գնի շնորհիվ չի լինի այդ պայքարը։ Ամբողջ մոլորակը կարող է այդպեսի համադաշնություն լինի։ Ինձ համար միշտ երևի ամենաուժեղ օրինակներից մեկը, թե ոնց թշնամի ազգերը կարող են դառնան բարեկամ ազգեր ժամանակի ընթացքում, դա Անգլիայի ու Ֆրանսիայի օրինակն է։ Հա դրվագ կա, որ ասում արդեն մոռացել էին, թե ինչի համար այդ պատերազմը սկսել։ Եզրքը տալիս է այն, ինչ քեզնից վերցնում է։ Որ մեջ որոշեցի, տոմսը վերցեցի, որ ասի գնում եմ Ստամբուլ։ Որ եթե ուզում ես հասկանալ ինչ է նշանակում այդ Հիսուսի խոսքերը, հա, սիրիր քո թշնամուն, հա, դրա համար պետք է Քրիստոսի գիտակցություն ունեն։ Իսկ Փառք Աստծո այդ Քրիստոսագիտակցությունը հիմա մեր բոլորիս մեջ է բացվել։ Սա եթե ես էդի չեմ կարողանում թշնամուն սիրեմ, ես չեմ կարող էլի բանանեմ քարոզեմ, ասենք մարդկանց համոզեմ, որ իրենք սիրեն, բայց գոնե չատել։ Հիմա քո ձեռքին է, ինչ էլ որ կատարում է քո շուրջ, մեկը այդ փայտը շուրջ տվողը դու ես։ Այդ հանձնաժողովը ինչքան ուզում ա թող քննարկի, բայց վերջում եկը որոշում կայացնողը դու ես։ Բարև Սամվել ջան, Բարև Նիգրան։ ո՞նց ես։ Շատ լավ, դա։ Լավ, լավ։ Երևի այսօրվա մեր հանդիսատեսը կզարմանա, որ sense առանցին ենք, հա, ամեն մեկս իր տնից, կմտածեն երևի այս իրադարձություններից վախեցել փակվել ենք մեր տներում։ Բունկերներից ենք, հա, podcast անում։ Չէ, ուղղակի սենց ստացվեց այս անգամ էլ։ Իսկ Այսօր որոշեցինք առավոտ շուտ, ա, ես հաջորդ 5 օրը շատ զբաղված էի լինելու, չէր ստացվելու, տենց մենակ ես բա կարողացանք առանձնացնենք podcast նկարելու համար, որոշեցինք անենք։ Ամ, Ոնց ես քո այդ հոգեկան վիճակը, կայուն վիճակում պահում ես խառը աշխարհակաղակական իրադրությունների ֆոնի վրա։ դե նորմալ, եթե մտածենք դրամաբանորեն, հա, ամեն ինչը նորմալ է ընթանում, որ եթե աշխարհը փոխակերպվում է, փոխվում է, ուրեմն հին ուժերը չեն ցանկանում զիջել իրանց դերը, դիրքերը, իսկ նոր ուժերը մեկը գալիս են ու այլ տարբերակ չկա, որ ամեն ինչ պետքա փոխակերպվի։ Ու հիմա ըստ իս տեղի է ունենում հին ուժերի համար մի հատ հոգեվարքի վիճակ, ու այդ հոգեվարքի վիճակում իրենք ավելի ակտիվացել են։ Ես այդպես եմ հասկանում իրավիճակը եւ կարծում եմ, որքան ավելի ակտիվանում է այդ ամեն ինչ, այնքան ավելի արագ ամեն ինչը կավարտվի։ Այսպես մոտավորապես։ Հա, ես այս տարվա հետ կապված հենց էլ սպասում էի, հենց դրա համար էլ ոնց որ գիտակից ձևի այս տարին փորձեցի ինչքան կարամ դրական ու ուժեղ սկսեմ, որովհետև ես չգիտեմ, գիտե որ հենց էլ լինելու է։ Այն անգամ են սուրբ գրքերում, չէ, այդ գրված է միշտեղ էլ այս նոր ժամանակների գալուց առաջ մեր հավատքի փորձության ժամանակաշրջան պետք է անցնենք ու մենակ այն ամենայն ընտրյալները, այսինքն այն ամենաուժեղ հավատքով լինեն, որ կարողանալու են ոնց որ այդ նոր ժամանակներ անցնեն։ Ահ, չի կարա էլի, ասենք առանց լուրջ փորձության, քո ասացի պես հինը հեռանա ու նորին թողի, որ նոր ժամանակները գա։ Ինքս իմ համար, ինքս իմ կողմից ինչքան կարողանում եմ փորձում եմ գիտակցաբար հավատքս ամուր պահեմ, ուժեղ պահեմ ու հասկանում եմ, որ արտաքին աշխարհի իրադրությունները միշտ էլ մեր կոնտրոլից դուրս են լինելու, հա։ Մեր վերաբերմունքն ու մեր ռեակցիան ա, որ մեր կոնտրոլի տակ են։ Ու այդ համոզմունքով էլ փորձում եմ ինչքան կարողանամ հետին վերաբերմունքը դրական պահեմ։ Հակառակ դեպքում այդ վախն ու բացասականը այսօր առավել այնքան շատ է, որ ուղղակի կտանի էլի, եթե դու գիտակցաբար բան չանես, քեզ դրական չպահես։ Արի գիտես, փորձենք այդ հավատքի մասը մի հատ ճշտենք, հա, որովհետև մանավանդ այսպեսի ը, առաջին հայացքից առհավիրքային վիճակի մեջ կարող է մարդիկ մտածեն, որ մենք նկատի ունենք հենց այդ սուրբ գրքի հավատ, հա, եւ այլ, բարի ճշտենք, որ երբ որ խոսում ենք հավատի մասին, մենք խոսում ենք մեր սեփական ուժերի վրա հավատալու մասին, հա, որ մենք ինքներս կարող ենք փոխել, մենք ինքներս ենք փոխակերպողը, հա, որպեսզի մենք էլ ձեռքներս տալս չնստենք էլ։ Գոնե մեր սեփական աշխարհը, մեր ներքին աշխարհը, մեր արտաքին աշխարհը աշխատանք ինքներս էլ փոխել։
Դա իհարկե հավատք, որ ամեն ինչը հենց տենցա ոնց որ պետքա լիներ, օրինակի համար, հա, այսինքն հավատք, որ ցանկացած փորձություն գալիս է մեզ համար, գալիս է մեզ ուժեղացնելու, մեր ավելի լավ տեսակը մեր մեջից հանելու, ու հենց այդ ձևով էլ ցանկացած փորձության վերաբերվենք, որպեսզի այդ փորձությունը չդառնա մեր գլխին փորձանք, այլ դառնա էֆեկտ, էլի։ Դա տամեզեն ինչի որ եկել է մեզ տալու հակառակ դեպքում սրա մասին բազմաթիվ անգամ ենք խոսացել, երբ որ մենք այդ փորձության տալիք դասը չենք վերցնում, այդ փորձությունը շարունակական բնույթ է կրում, հա, ասենք ուրիշ տեսքով, ուրիշ դեմքով, բայց նույնատիպի փորձություններն այնքան են գալի, մինչև մեզ սովորացնելիք դասը սովորացնեն, վերջացնեն, էլի։ Հավատք հենց է դրա վերաբերյալ, որ այս կյանքում ինչ լինում է մեզ համար է լինում։ Ընդ որում այդ փորձություններն էլ գալիս են, երևի նկատել ես, որ սկզբից գալիս են ավելի հեշտ նուրբ ձևով, հա, Հմ, մատուցում են քեզ ավելի նուրբ ձևով, հա, որպեսզի ավելի հեշտությամբ անցնես, հա, այդ փորձությունների միջով, բայց երբ որ դու չես ընկալում այդ նուրբ տարբերակով եկածը, իրանք սկսում են ավելի ակտիվանալ, հաջորդ անգամ ավելի մի քիչ ավելի դժվարությամբ, մի քիչ ավելի ցավոտ են գալիս, հա, որպեսզի նո եթե նուրբ տարբերակը չես նկատել, հիմա լինի ինչը նկատես, հա, ու սկսում են քեզ որոշակի ասենք անհանգստություն պատճառել, որովհետև մեկը պետքա փոխես դա, եթե դեզերտն է այդ մասին հոգում, հա, դու դրան դիմակայել չես կարող։ Դրա համար մեզ պետք է շատ ուշադիր լինել այդ ամեն ինչի հանդեպ, հա, ոնց որ հականջներս, աչքներս բաց պահել ու տեսնել, թե ինչ է մեր շուրջ կատարվում։ հաստատ դա տենց է, այդ քո նկարագրածի պես սկզբից ջանջիգարով կփորձի, հա, հետո եթե չհասկացար, արդեն ապտակելով քեզ այդ դասերը Իհարկե։ կվերացնի, հենց որ ինչքան կարակա ինքնակամ սովորեք այդ դասերը, որ հետո ցավը չլինի, էլի։ Իսկ իրոք է տենց, հա, ընթացքում շատ է սկսում ցավը դառնալ այդ փորձությունները, եթե սկզբից չես ուզում վերցնես այդ դասերը, հաստատ կա տենց բան։ Ու կարծում եմ երևի թող ամեն մեկ նրա եզրակացություններն անի այդ առումով, հա։ Թող ուղղակի փորձի տեսնել նույնիսկ այս վերջին, հա, բանախորժությունների մեջ, որ տեղի են ունենում աշխարհում, դրա մեջ նույնպես փորձի դերական բաներ տեսնել, որ հենց այդ փոխակերպումն է, էլի տեղի ունենում, որ հին աշխարհը իր դիրքերը սկսել է զիջել։ Պատմությունն էլ անգամ որ նայում ես, Սամվել, պատմության ընթացքում այս պատերազմական, հա, վիճակներ բազմաթիվ են եղել ու այդ պատերազմական դրությունները ինչքան էլ այս ժամանակաշրջանի մարդու համար ոնց որ եղել են աշխարհի վերջ, եղել են տրագեդիա, հա, բայց ընդհանուր sense համամարտկայինին որ նայում ես, ամեն պատերազմ ինչ-որ մի հատ դրական մի բան տվել է, էլի, ինչ-որ մի հատ, չգիտեմ, տեխնոլոգիական առաջընթաց չէ, միշտ պատերազմների ժամանակ նորամուծություններ է արդեն սկսում աշխարհով մեկ լինել։ Ինչ որ հին դասակարգի փոխել նոր դասակարգով, չէ՞, ասենք ժամանակին օրինակ ասենք թագավորական տոհմեր էր, ֆեոդալիզմ էր, գնալով, ասենք, եկանք ավելի համամարտկային, հա, ավելի դեմոկրատիվ։ Ուզում եմ ասեմ, երբ որ sense մի քիչ այդ ցանկացած իրավիճակը մի քիչ sense հեռվից ես արդեն նայում, ոչ թե դու ես դրա մեջ լինում, դու ես այդ տուն կորցնողը, դու ես այդ հարազատին կորցնողը, այլ հեռվից ես նայում, միշտ էլ ինչ-որ մի բան տես դրական խաղում է, էլի մարդկությունը այդ ամեն ինչից։ Ուզում եմ ասեմ, ոնց որ այդ բնական պրոգրեսիայի ոնց որ մաս կազմի էլ այդ պատերազմը։ Իհարկե հուսանք, որ գնալով այս պատերազմները կքչանան ու մի օր կգա կվերանան, ինքը շատ սարսափելի երևույթ է, բայց միևնույն ժամանակ էլ եմ կրկնում, ամեն պատերազմը ինչ-որ մի դրական բան բերում տալիս է էլի մարդկության։ Նո, ըստ իմ համոզմունքների իրոք ամեն ինչը սկսել է փոխվել, ոնց որ ասում ես, հա, կգա մի օր, որ դա կփոխակերպվի, այո, այո, եթե նայենք գոնե վերջին մի 100-150 տարվա մեջ, հա, 19-րդ դարի, 20-րդ դարի պատերազմները շատ էին ու շատ ավելի կորստաբեր, քան այսօրվա պատերազմները։ Այսօր պատերազմները կարելի է ասել ավելի շատ սեղանի վրա են լուծվում հարցերը, քան մարտի դաշտում, հա, ու դա էլ ցույց է տալիս, որ նույնիսկ եթե դա ինչ-որ զարգացում բերում էր, դա բերում էր, ասենք, մեր ը,
աշխարհի զարգացումը նյութական մակարդակի վրա, ֆիզիկական մակարդակի վրա, որովհետև մենք ավելի շատ հենց ֆիզիկական, տեխնոլոգիական զարգացման եւ այլն, հա, այդ этаպում ենք։ Իսկ հիմա քանի որ մենք արդեն անցնում ենք հոգևորի տարածք նորից, հա, փոխակերպում, մեր զարգացումը նույնպես ավելի շատ հոգևորին է նպաստելու։ Այդ պատճառով էլ իհարկե ի վերջո շատ շուտով արդեն մարելու են այդ պատերազմներ, հարուցող հանգամանքներ, էլի մարդկանց գիտակցությունն է դադարելու այդպեսին լինել, հոգևոր աշխարհն է ավելի շատ առաջին պլան գալու, հա։ Կարծում եմ այդ ամեն ինչը հենց նպաստելու է պատերազմների դադարեցմանը։ Այսինքն, քո ասածը գիտես իմ մոտ ինչ միտք եկավ, եթե այս բնական ոնց որ էվոլյուցիայի համար պայքարը պարտադիր է, միշտ էլ այդ պայքարը պարտադիր է եղել, գոնե այս նոր ժամանակներում պայքարը կարա պատերազմից ոնց որ վերափոխվի մի ուրիշ տեսակի պայքարի, հա, ասենք ոնց որ ավելի մարդկային պայքարի, հա, ասենք ավելի օրինակ այսօր որ վերցնես կորպորացիաները, չէ՞։ Կորպորացիաները էլի կորպորացիաներ կան, որ քաղաքավորություններից ու պետություններից ավելի հզոր են, չէ՞։ Ու իրար հետ իհարկե պայքարում են այդ հաճախորդների համար, բայց այդ պայքարը հո մարտի դաշտում չի լինում։ Ուրիշ տեսակի պայքար է։ Ու այսինքն այսօր Apple-ն ու Samsung-ը էլ իրար հետ պայքարում են, ամեն տարի մեզ էլ ավելի լավ տեխնոլոգիա են, հա, բերում մատուցում, որպեսզի կարողանան մեր որպես մեզ հաճախորդություն տալեն իրենց կողմ, այդ պայքարը շարունակվում է, բայց պատերազմի դաշտում չի։ Հուսանք, որ երկրների պայքարն էլ էլի կամ ազգերի պայքարն էլ այդ տիպի մի բան կապրի, մի հատ էվոլյուցիայի փուլ կապրի, ու էլ արդեն էլ մարդկային կյանքի գնի շնորհիվ չի լինի այդ պայքարը։ Այո, դե առումով տես, հա, օրինակ մենք մի հատ շատ լավ մոդել ունենք, ասենք համատեղ ներդաշնակ ու համերաշխ ապրելու, հա, ինչը հենց կոչվում է հայերեն լեզվով, կոչվում է համադաշնություն, հա, ֆեդերացիա։ Հիմա տես, ասենք դրա մակետ, որպես դրա մակետ մոդել կարելի է ընդունել հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ ասենք մի քանի 100 տարի առաջ իրանք համախմբվեցին, տարբեր փոքրիկ, ասենք, պետություններ, հա, համախմբվեցին ու դարան մի հատ պետություն, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որոնք այսօր բաղկացած են 50 նահանգներից, հա։ Հիմա նրանք ժամանակին պայքարում էին իրար դեմ, հա, հիմա այդ ամեն ինչ նույն պայքարը կա իրանց ներսում, բայց ինքը բերում է sense ամբողջական զարգացման հենց բոլոր այդ, հա, այդ ֆեդերացիա, այդ համադաշնության բոլոր անդամներին, բոլոր մասնիկների, որոնք նախկինում առանցին պետություններ են։ Ինձ թվում է դա շատ լավ մոդել է, որպեսզի մենք դրան նայելով մենք հասկանանք, որ ամբողջ մոլորակը կարող է այդպեսի համադաշնություն լինի, այդպեսի կյանքով ապրի։ Դե Եվրոմիությունն է, չէ՞ Սամվել, էլի այդ նույն տիպի մի բան է։ Հա, իհարկե, նույնն էլ Եվրոմիությունը առաջ նախքան այդ բանը կլիներ, նախքան կանվանվեր դա Եվրոմիություն, իդեան ինչի սկսվեց, որ ցանկանում էին այդ առաջին միտքը եկավ, որ պետքա կոչվեր դա Եվրոպայի Միացյալ Նահանգներ։ Հմ։ Ես շատ լավ հիշում եմ այն ամենասկզբում, որ այդ իդեան եղավ, հա, Եվրոմիությունը կազմելով, հենց սկզբում այդ անունն էր տրվում, Եվրոպայի Միացյալ Նահանգներ։ Այո, դա էլ իհարկե, դա էլ մի հատ ուրիշ մասնիկ է, որ այդպես էլի ֆեդերացիա է,աշնությունն է, իրար հետ հանգիստ ապրում են։ Եթե ուրեմն մի տեղում կարելի է, երկրորդ տեղում կարելի է, ինչի ամբողջ չի կարելի։ Ու մենք դրան ենք գնում։ Հիմա այս պատերազմները, բաները կավարտեն ու արդեն կամաց կմտնենք հենց այդ տարածք էլի։ Ինձ համար միշտ երևի ամենաուժեղ օրինակներից մեկը, թե ոնց թշնամի ազգերը կարող դառնան բարեկամ ազգեր ժամանակի ընթացքում, դա Անգլիայի ու Ֆրանսիայի օրինակն է, հա, ունենալով այդ 100-ամյա պատերազմ, որը որ ուղղակի այդ կարգի ասենք ատելություն ոնց որ անգլիացին ու ֆրանսիացին է իրար նկատմամբ ունեցել, ես գոնե ինչքան պատմություն ուսումնասիրել եմ, ուրիշ ազգերի մեջ չեմ կարողացել տեսնել։ Երեխեքը ծնվում էին ուղղակի, սերունդներ էին ծնվում, ուղղակի իրանց ասենք այդ հակառակորդ երկրի սերունդներին ոչնչացնելու համար երեխեքին են ծնված ժամանականից դաստիարակում են, դուք պետք է մեծանաք, ֆրանսիացի, անգլիացի սպանես, անգլիացին ֆրանսիացի։ Ու հետարքիր մի հատ դրվագ կար, ասում արդեն մոռացել էին, թե ինչի համար այդ պատերազմը սկսել։ Այսինքն այնքան երկար էր տևել, ուղղակի դարել էր զուտ այդ ազգային ինչ-որ ատելություն։ Ու այսօր որ տեսնում ես ֆրանսիացին ու անգլիացին ինչքան ասենք նորմալ ներդաշնակ իրար հետ ասենք բարեկամություն են անում, կամ նույն գերմանացին ու ֆրանսիացին, չէ, գերմանացին ու անգլիացին,
Հələ Գերմանիայի օրինակի վրա ընդամենը ինչ մի 50 տարի էր անցել, ու արդեն այդ ամեն ինչը վերացել էր, հա, արդեն այդ երկու համաշխարհային պատերազմների թշնամանքը։ Հուսադրող է, այլ Սամվել ջան, որ ասենք նույն մեր համար էլ ժամանակ կգա, մենք էլ մեր հարևանների հետ կարողանանք նորմալ հարևանություն անել։ Հա, հա, իհարկե, իհարկե։ Ոնց էլ նայենք մեր կյանքին, շատ նկատելի է, որ վերջին տարիները մեր գիտակցությունը շատ մեծ վերելք է ապրել։ Հա, այսինքն համամարտկային գիտակցությունը նկատի ունեմ, էլի բոլոր տեղերում շատ մեծ վերելք է ապրել, շատ մեծ զարգացում է ապրել ու դա բերում է հենց դրան։ Մ, Պետք է հասկանանք ու դադարենք պայքարել դրան դեմ, այդ զարգացմանը դեմ։ Հա, կարծում եմ մենք ներքուստ արդեն պատրաստ ենք, բայց արտաքին բանով դեռևս խաղում ենք այդ թշնամի դերը, էլի։ Պետք է այդ ներքին զգացողությունները ավելի լույս աշխարհ բերել ու ուղղորդվել դրանցով։ Ну, օրինակ դու դրա շատ լավ օրինակներից մեկն ես։ Հա, ուզում ես խոսենք մի քիչ պատմես Խոսանք, Սամվել ջան, հա, քո իհարկե քո խոսամ։ քո որոշման, քո ճամփորդության մասին, որը կարծում եմ հենց դրան էր ուղղված, չէ՞։ Հենց այդ միտումով դու գնացիր Անպայման Ստամբուլ։ խոսա։ Էլի։ Հա, հա, Սամվել ջան, ես մինչև կոնկրետ իմ որոշման մասին ու իմ այդ փորձառության մասին կիսվելը, գիտեք, ինչով կուզեմ կիսվեմ։ Օրինակ, ըստիս նորմալ է, խնդիր չկա, որ ասենք ունենանք թշնամիներ, հա, ունենանք ինչ-որ տարածքային պահանջներ կամ այդ տիպի բաներ ու գործենք, ասենք ազգովի որոշենք, որ օքեյ, ունենք այս խնդիրը, հա, կպնենք այդ խնդրին, եթե ինչ-որ, չգիտեմ, որոշ ժամանակ պետք է ատենք, եթե պետքա մեր ռեսուրսները ու մնացած ամեն ինչը ներդնենք, գնանք ասենք պայքարենք, հաղթենք, վերցնենք, այդ ամեն ինչը նորմալ է, էլի, ինձ չի որ ես այդ ամեն ինչին ինչ-որ դեմ եմ։ Բայց պետք է այդ ամեն ինչը նպատակային լինի, էլի Սամվել ջան։ Երբ որ ասենք ուղղակի sense նստած ատում ենք ու քայլեր չենք անում ու իրոք քայլեր չկա անելու, sense աննպատակ, ժամանակ, ուղղակի ասենք վախում ու ատում, վախենում ու ատում։ Այսօր նայում ես, ասենք մեր երկիրը բանը վերջանում է, այսինքն բնակչության առումով արտագաղթը այնքան շատ է, ու ասենք ընդունում ես ինչի համար, մարդկանց արտագաղթելու ամենամեծ պատճառն է, որ չեն ուզում իրենց տղա զավակները ծառայեն մեր երկրում։ Ինչի համար, որովհետև սենց այն ժամանակ ինչ-որ պատերազմական վիճակ է, հա, կամ ոչ պատերազմի մեջ ենք, ոչ պատերազմի մեջ չենք, ոչ թշնամի ենք, ոչ բարեկամ ենք։ Այդ ամեն ինչը այնքան հոգնեցնող է ու այնքան էներգիատար է, ու ես ինքս հոգնեցի այդ ամեն ինչից, ինչը ճիշտ է, ու որոշում կայացրեցի, որ երբ որ ժամանակը գա գործելու, ես էլի կգործեմ, էլի կլինեմ ամենաառաջիններից, որ ասենք էլի այդ ազգին կընդունեմ որպես թշնամի, էլի չգիտեմ իմ ունեցած ռեսուրսը, ինքս իմ ֆիզիկական կյանքը ամեն ինչը կդնեմ, կտրամադրեմ իմ ազգի համար, ես ինքս իմ քայլերով գոնե ինքս ինձ ապացուցել եմ, հա, որ ես այդ մարդն եմ, որ այդ կանեմ։ Բայց քանի գործելու ժամանակը չի, ասած ուղակի սպառվել, հա, ուղակի ասենք ատել, ուղակի ասենց նստել ու վախենալ երբ է այդ օրը գալու, որոշեցի, որ դա չեմ ուզում այդ ձևով ապրեմ։ Էլի իմ ընդամենը իմ որոշումն է, ոչ մեկին չեմ ինչ-որ իմը բանանում է, քարոզում, ուղղակի ես ինքս ինձ որոշեցի, որ ինձ մի երկու օրվա մեջ դու լավ գիտես, մի երկու օր մեջ որոշեցի, տոմսը վերցրեցի, որ ասի գնում եմ Ստամբուլ, ուզում եմ գնամ մի հատ այդ ժողովրդին իրանց երկրում, հա, իրանց բնորանում տեսնեմ, ուզում եմ գնամ ներկայանամ որպես հայ ու տեսնեմ ինձ ոնց են ընդունում։ Մինչև այդ որոշումս կայացնելը Սամվել ջան, իհարկե կյանքիս ընթացքում տարբեր sense աշխարհի հատվածներում, Ամերիկա, Եվրոպա, ասիական ինչ-որ երկրներ, եղել էր առիթներ, որ հանդիպել էի թուրքերի հետ, հա։ Ու ասենք շատ նորմալ շփվել, նստել, քննարկել էինք անգամ մեր ցեղասպանության հարցը, ու միշտ բան էի հանդիպել, երկու տեսակի մոտեցում, կամ զղջացել էին, ասենք իրանք արտահայտվել են, որ իրանք զղջում են, հա, կամ ուղղակի sense դատարկություն, այսինքն իրանք չեն էլ իմացել, այդ գիտակցության բացակայություն կար էլի այդ փաստի նկատմամբ, իրանք ուղղակի տեղյակ չէին, որ այդպես բան ա եղել։ Ու բավական Սամվել, լրիվ նույն բանը ես տեսա Ստամբուլում։ Այդ 5 օրվա ընթացքում, որը տեղ էի, ամեն հարմար առիթը բաց չէի թողնում, որ ոնց որ ամեն տեղ ներկայանում եմ որպես հայ եմ, չէի էլ ասում, գիտես որ Ամերիկայի հայ եմ։ Մի անգամից ասում էի հայ եմ,
հետարքիր մի բան եղավ, որ իրան Armenian այդքան չեն հասկանում, որ ասում ես Armenian, հա, ասում է իր Ermenistan, արդեն հասկացել է, որ Armenian ասում պետքա բացատրեմ ոսկե այդ որն է, մի անգամից իրանց լեզուով ասում է Ermenistan, Հայաստանից եմ, առանց բացառության բոլորը շատ ջերմ էին ընդունում ու եղավ մոտավորապես եսի մի 7-8 դեպք, երբ որ այդ ցեղասպանության թեման բացեցի հետները, մի հատ կոնկրետ դեպքի մասին եմ ուզում հետնել այդ կիսվեմ, ուրեմն երկրորդ օրը, որը տեղ էի, անձնական գիդ վերցրեցի, 60 տարեկանի մոտ մի հատ թուրք կին էր գիդս։ Ու դա տենց իրար հետ ահագին ման եկանք, շփվեցինք, նստել որ գնացինք արդեն ոնց որ ճաշելու, ես բացեցի էլի մեր ցեղասպանության թեման, ու ես կնոջ մոտ մի քիչ թերահավատական ինչ-որ էներգիա է զգում։ Ինքը ճիշտ է, չէր ասում այդպես բան չի եղել կամ ինչ-որ մի բան, բայց ոնց որ տեղյակ չլիներ այդ դեպքերից, սենց ասեմ, հա։ Ասենք այդ ոչ այդքան adekvat ռեակցիա տվեց, որին որ ես սպասում էի, դե ասի դե լավ, դե մարդը ոչինչ։ Հենց ստացվեց 2 օր հետո էլի վարձել իրեն, որ պետք է գար, արդեն ոնց որ Ստամբուլի մյուս հատվածը ման գանք։ Սամվել ուրեմն այդ օրը որ եկավ այդ առաջի պահը որ հանդիպեցինք իրար, ես մի տեղ նախաճաշում եմ, իրան էլ հրավիրեցի, ասի արից դե նախաճաշենք ու միասին ստերից դուրս գանք։ Ուրեմն Սամվել եկել է փաթաթվել է ինձ ու արտասվում է, պես կինը։ Ինձ սկզբից շնորհակալություն է հայտնում, որ ոնց որ ես մանա եղա, որ ինքը իր այդ պատմության այդ հատվածին ծանոթացավ։ Փաստորեն այս մարդը աշխատում էր գիծ Ստամբուլում, ու ինքը տեղյակ չէր այդ պատմության այդ դրվագի մասին, հա, իրանց համար ամոթալի դրվագի մասին։ Ու գնացես 2 օրվա ընթացքում ուսումնասիրել էր, ու ասենք sense եկավ, ել եմ կրկնում, փաթաթվեց ինձ, արտասվեց, սկզբից շնորհակալությունը հայտնեց, հետո ինքը իր կողմից, հա, որպես այդ ազգի ներկայացուցիչ ներողություն խնդրեց ինձանից։ Ու այդ օրվա մեր արդեն այդ Ստամբուլով մեկ այդ ճանապարհորդությունը լրիվ ուրիշ ոնց որ երանգ ընդուներ։ Ինքը սախ տանում էր մեր ցույց տալիս, որ հայկական բան է։ Հնաստապահությունն էր, որ այդ 2 օրվա ընթացքում ինքը ուսումնասիրել էր, թե ասենք որ շենքն է Հա, սարքել հայը, որ թաղամասում են հայերը, որտեղ կա հայկական եկեղեցի, ոնց որ ուզենար արդարան, հա, ու ինձ տանում ցույց էր տալի, որ ասենք բայց ցանկացած դեպքում նայեք Ստամբուլում ասենք էլի ինչքան այն ամենայն բարձր կարգի թաղամասերը, հա, այն ապահով ու այդ տիպի, հա, ասենք որ տների գները ավելի համեմատած ավելի բարձր են մնացած ռայոններին, հայկական թաղամասներն էին այսօրով։ Այսինքն հիմա հայերն են ապրում այդտեղ։ Ոչ թե ասենք այն միջև ցեղասպանություն, ես իրականում բավականին զարմացած եմ, որ Ստամբուլում կան այդքան հայեր, հայկական դպրոց տարավ ցույց տվեց, ելի կրկնում, դե եկեղեցիներ մի քանի հատ կային։ Ամ, Չգիտեմ, Սամվել ջան, ինքս ինձ ուզում եմ ես իհարկե թյորապես ես ամեն ինչ գիտեի, այնց չի որ ասենք ես երեխա եմ ու չէի հասկանում, բայց ուզում եի որ ես այդ երկրում տեսնեմ այդ ազգին։ Ու ինքս ինձ համոզում եմ, որ իրանք էլ ասենք ինպես ունեն ընտանիքներ, հա, ասենք այն յենեչերիները չեն, էլի յաթաղանները ձեռը, որը որ մեր ոնց որ հայերի մեջ այդ տպավորությունն է, էլի, ասես դաջված, հա, գենետիկորեն, որ մենք թուրքի մասին լսում ենք, պատկերացնում ենք այդ յաթաղանը ձեռը յենիչերին, էլի, ասենք երեխա մորթով։ Ինձ պետք էր որ ես գնայի այդ մարդկանց իրանց երկրում տեսնեի, բաց թողեի, այդ ատելությունը մեջիցս հանեի, ինչի էր այդ պետք, որովհետև գոնե կյանքի ես փուլում, ես ինքս խոսում եմ շատ ես դրա մասին ու հասկանում եմ, որ եթե ես զարթնում եմ ինչ-որ մի հատ 100 միավոր էներգիայով, հա, ես ուզում եմ այդ 100 միավոր էներգիան օգտագործեմ, մնա իմը, դառնա իմը, ես օգտագործեմ մնաց ոնց որ ուզում եմ։ Երբ որ ասենք ես էլ ինչ-որ մեկին ատում եմ, մի հատ ազգի ատում եմ, օրվա ընթացքում, չգիտեմ, նորություններում կլսեմ իրանց մասին, ինչ-որ մի, չգիտեմ, ուրիշ տարբեր տեղեր կարող է հիշած իրանց մասին, ես միանգամից ատելություն եմ զգում, էներգիա եմ դուրս տալի։ Իսկ այդ էներգիան ես գնահատում եմ, էլի Սամվել ջան, ուզում եմ մնա ինձ, որպեսզի ես ավելի լիարժեք մարդ դառնամ, կարողանամ թե իմ ընտանիքի համար, թե իմ հարազատների համար, թե իմ ազգի համար ավելի լիարժեք կարողանամ գործեմ։ Ստացվեց ինձ թվում, հա, բավականին հետաքրքիր ճանապարհորդություն էր, Ստամբուլը խենթանալի գեղեցիկ քաղաք էր, շատ շատ դուրս եկավ։ Ժողովուրդն էլ նորմալ, սենց ասեմ, ունեին իհարկե իրանց թերությունները ու այնքան տարօրինակա, որ այդ թերությունները սենց լրիվ ոնց որ մեր ազգի թերությունները լիներ, այսինքն սենց ոնց որ հայլու մեջ ես նայի, այն ինչը որ թերություններ տեսա, ասենք այն ինքնաթիռի մեջից սկսվեց, հա, մի հատ կին կար, երեխեք հետ էր ճանապարհորդում,
ու այդ ոտքերի տակը ոնց որ բաներ ուներ դրած ու եկան այդ Turkish Airline-ն է, իրանց լեզվով թուրքերենով շատ քաղաքավարի, ասում են, այս վեշերը պետքա հանես, ու այս կինը թուրքերենով մի հատ կռիվ է սկսել հետները, ու ասես նայում ես Ճոգում ես, որ այս նույն բանը քո ազգի մոտ է շատ տեսնում, որ եթե հանգարց անգլերեն գային ասեին, ինքը խելոք հանելու էր այդ վեշը, դնելու էր վերևը։ Ոչ իր ազգի ներկայացիչը, չէ՞, բայց հանգարց մի հատ հայերեն գալի իրան մի բան են ասում, վերջ, դա պետքա խնդրեմ դառնա, հա, այսինքն, չգիտեմ, բավականին նմանություններ տեսա, էլի Սամվել ջան։ Հա։ Գիտես, ես ուզում եմ ասացի այդ բանի, որ չես ուզում այդ բացասական էներգիաները դուրս թողես, հա, Ահա, այստեղ ուզում եմ նշել, էլի, հիշեցնել, որ այդ շատ կարևոր պահ է, էլի, որովհետև դիեզերքը տալիս է այն, ինչ քեզնից վերցնում է։ Ու եթե դու բացասական էներգիաներ ես դուրս թողում դիեզերք, հենց բացասական էլ ստանում ես, էլի։ Դրա համար շատ կարևոր է սովորել այդ բանը, էլի, այդ տաշնամությունը բանը հանել, որպեսզի այդ ձևի բացասական էներգիաներ դուրս չտանք։ Մենք ենք հաստատ։ մեր սեփական էության կառուցողը, սեփական շրջապատի ու նաև սեփական երկրի կառուցողը, հա, ինչի ավելորդ բացասական էներգիաներ ներգրավենք մեր երկիր։ Սա շատ կարևոր պահ է, էլի։ Մենք անընդհատ նախկինում չգիտեինք այս ամեն ինչը, բայց հիմա պետք է անընդհատ հիշենք այս մասին։ Շատ ճիշտ ասացիր։ Ինչ ինչ էներգիա կերակրում ես, այդ էներգիանով էլ կերակրվում ես, հա, այսինքն հան 2 տարի առաջ որ երկրաշարժ եղավ Թուրքիայում, կարծեմ տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հա։ Շարքային քաղաքացիներ, կանայք, երեխեք։ Ու մտնում էր այս on-line հարթակը ու ուրեմն մենք ախր Լեննականի երկրաշարժ, Գյումրու երկրաշարժ տեսած ժողովուրդ, մենք ոնց կարանք ուրախանանք, ինչ որ մի հատ ուրիշ բնակչության զոհերի հետ կապված, ասենք այդ տիպի տրագեդիա էլի, հա։ Մենք ենք տեսի, ախր մենք մեր մաշկի վրա հələ փլատակները վերջնականապես չի մաքրվել։ Ամեն անգամ Գյումրի գնալուց մենք տեսնում ենք այդ ցավը ապրում ենք։ Մենք ոնց կարանք, ասենք, Թուրքի երկրաշարժից զոհված երեխեքի, կանանց, հա, ծերերի, չգիտեմ, թեկուզ ասենք տղամարդկանց, այդ զոհերի հետ կապված մենք ոնց կարանք կարեկցանքից բացի ուրիշ մի բան ապրենք, Սամվել ջան, իմ համար այնքան անսովոր էր դա։ Չգիտեմ, ես որ չեմ տեսնում ոչ մի լավ տեղ, որ այդ բանը կարա տանի, էլի։ Այսինքն դու ուրախանում ես հարևանի դժբախտության վրա, ու ըստ դրա դու կլանում ես այդ տիպի դժբախտություններ դեպի քո դաշտ, էլի Սամվել։ Ես նոր հիշեցի, Նիկ ջան, ուրեմն հենց այդ օրերին, հա, ուրեմն ինձ հրավիրել էին մի հատ հարթակ, չկարծեմ Telegram հարթակ էր, ու այդ որ ամեն ինչը սկսվեց, այդ երկրաշարժերը բանը, հա, սկսվեց Թուրքիայում, այդ ուրա մեկը կար տենց ակտիվ, հա, մասնակից, որ եկավ սենց ուրախություն հայտարարելով մի հատ ինչ որ թեմա էր դրել YouTube-ում, բան սենց ու բան էլի, հեսա այնտեղ կպրծենին մի երկու հատ էլ բան կանի, կանցնի Ադրբեջանի տարածք, էլի։ Ես լսի ունը այնց հրճվանք այդ ամեն ինչից, բան ես այնց էի կատաղել, իրան բան արեցի, կանացրեցի, ասեցի լսի, ընկեր, դու չես վախենում, որ այդ Թուրքիայից դեպի Ադրբեջան տարածք, Մեր մեջ։ տարածքում երկու հատ էլ մեր մոտ խփի, որ երկու հատ խփես մեզնից բան չի մնա, ախր ինչի մասին ես խոսում։ Հմ, Իրոք տես շատ վտանգավոր պահ էր, էլի, որ այդ ասենք ուրախությունը կուտակվում էր, այդ ուրախության բացասական էներգիան, որովհետև ատելության ուրախությունը մի գրամ դրական էներգիա չի կարող տա, հա։ Մենակ բացասական էներգիա է կուտակում, շատ վտանգավոր պահ էր Հայաստանի համար, ինձ թվում։ Անցած, եթե չեմ սխալվում, մեր ոդքասթի ժամանակ դու արտահայտություն էիր արել, որ Հիսուսի, հա, ասացը, որ փորձեք սիրեք ձեր թշնամուն, այսինքն ձեր մերձավորին սիրելը հեշտ է, կարաք սիրեք ձեր թշնամուն ու այդ մեր վիդեոյի տակ Այնտեղ հետաքրքիր է, շատ կրկնեմ, հա, ասում եմ, ես եկել եմ ոչ թե նրա համար, որ դու քո եղբորը սիրես։ Քո եղբորը դու առանց ինձ էլ սիրում ես։ Ես եկել եմ նրա համար, որպեսզի դու քո թշնամուն սիրես, օգնեմ քեզ քո թշնամուն սիրես։ այո։ Ու մեր այս վիդեոյի տակ կարծեմ երկու կոմենտ կար դրա հետ կապված, որ չէ դա սխալ է, ոնց կարա սիրես քո թշնամուն։ Հիմա մի քիչ սիրելը իրոք, որ չգիտեմ, էլի Սամվել ոնց կարաս ասենք թշնամուդ սիրես կամ պարտացես որ մարդիկ սիրեն, բայց գոնե կարելի է չատել, էլի գոնե կարելի է կարեկցանք ապրել։ Կարելի է ուղղակի, ասենք ես ինչ արեցի, ես հիմա այնց չի որ ես սիրարվեցի այդ ազգի վրան ու հետ եկա, հա, բայց
գոնե էլ ես չեմ ատի, այսինքն գոնե չեզոք ինչ-որ մի հատ զգացմունք կարողանամ պահեմ, հա։ Կամ որ դու ինքդ ասում ես, որ Քրիստոսի խոսքերն է ու ասում են, չէ, դուք սխալ եք, այտենց ոնց կարող լինի։ Դե ախր Հմ, սխալ չենք։ Մենք հարաբերում ենք Քրիստոսի խոսքերը ու դուք լինելով քրիստոնյա ժողովուրդ ասում եք, չէ, դա սխալ է, այսինքն դա սխալ է, սխալ է։ Դե, նիգջան, մենք շատ սիրում ենք խոսալ քրիստոսագիտակցության արտնացումից, չէ՞։ Նու կարծում եմ, որ հիմա հստակորեն կարող ենք ասել, էլի, որ եթե ուզում ես հասկանալ ինչ է նշանակում այդ Հիսուսի խոսքերը, հա, սիրիր քո թշնամուն, հա, դրա համար պետք է Քրիստոսի գիտակցություն ունենալ։ Իսկ Փառք Աստծո այդ Քրիստոսագիտակցությունը հիմա մեր բոլորիս մեջ է բացվել եւ կգա այն ժամանակը, որ բոլորս կընդունենք դա, հա, կհասկանանք այդ խոսքերի նշանակությունը։ Մենք դրա ճանապարհին ենք, մենք դեռևս իրոք այդքան ատելության մեջից անցնելով այդքան հեշտ չի էլի միանգամից վերցնել ու հավատալ նույնիսկ Հիսուսի ասածին, հա, որովհետև մեր ամբողջ զարգացման մեջ մենք դրա հակառակն ենք տեսել լրիվ։ Բայց կարծում եմ շատ մեծ հույս կա, որ շուտով մենք ի վերջո կգանք դրան։ Ինչ ես կարծում, Սամվել, էլի վախնա, չէ՞, այդ ամեն ինչի հետևում կանգնած։ Էլի վախնա, որ նպաստում է, որ առնում է ատելություն, հա, այսինքն անվստահություն։ Այո, այո, մենք պետք է հասկանանք, հա, որ վախը այնուամենայնիվ հենց բանն է, սիրո հակադիր կողմն է, հա, Հմ, հակառակ կողմն է, որ մենք մտածում ենք սիրել, չսիրել կամ սիրել, ատել, դա է բանը, հա, ասենք այդ երկությունը, փորձի էությունը, բայց սիրել, ատելը չի, սիրել եւ վախենալն է իրար, փայտի երկու ծայրերը, սերը եւ վախը, ու այդ ամեն ինչ այդ վախից է գալիս, այդ բացասական էներգիան հենց այդ վախից է գալիս։ Մենք այո, պետք է դադարենք, որպեսզի դադարենք վախենալ, հա, ամ- մենք պետք է վերանայենք մեր կյանքը, մենք պետք է հասկանանք, որ եթե մենք մեր զավակներին դուրս ենք հանում մեր երկրից, հա, դա վախի դրսևորում է։ Ուրեմն հիմա մենք ուր ենք տեղավորում այդ սերը, հա, որ ասենք պետք է ունենանք։ Եթե գնում ենք ինչ որ ուրիշ տեղից սկսում ենք սիրել, հա, դրա իմաստը որն է։ Այս ամեն ինչը պետք է մենք վերանայենք։ Մենք պետք է վերանայենք։ Ես չեմ ասում, որ բոլորը սխալ են, որ թողնում երկիրը գնում են։ Մենք էլ թողել երկիրը գնացել ենք, հա։ Մենք էլ ինչ որ բաներ ունենք, հա, ասենք անելու, չանելու, չգիտեմ, բայց այդ վախը, այդ վախը հիմա ժամանակն է արդեն սկզբում ձերբազատվել այդ վախից, հետո արդեն այդ բոլոր հարցերը մենք կլուծենք։ համաձայն եմ։ Ա, Էլի, ես ինձ նայում եմ որպես sense մի հատ տարա, որի մեջ կարա ինչ-որ X չափի էներգիա տեղավորվի։ Ու կախված թե ես ինչքան բլոկեր ունեմ, ինչքան վախեր ունեմ, ինչքան ատելություններ ունեմ, այդ տարան ավելի սահմանափակ ազատ տարածք է ունենում, որպեսզի այդ լույսը, այդ սերը, այդ կյանքը ապրելու ցանկությունը կարողանա տեղավորվի, որը որ ես կարողանամ փոխակերպեմ, sense դարձնեմ կյանք, հա, սեր ու այդ մնացած այդ լավ բաները։ Ու ես ամեն անգամ օրինակ այս նույն քայլը որ արեցի, հա, էլա գնացի Ստամբուլ ու Ստամբուլում ես ինքս իմ մեջ այդ ամեն ինչը բաց թողեցի, էլի տեղ ազատեցի, որ էլ ավելի կարողանա այդ կյանքն ու սերը լցվի, ես էլ կարողանամ էլ ավելի փոխանցեմ ուտամ։ Ուզում եմ այս միտքը փոխանցենք էլի մեզ լսողներին, որ հասկանան թե ինչն է պատճառը, ինչի ենք ասում, ասենք, ներեք, ինչի ենք ասում այդ սիրելը էլ մի հատ արի դնենք մի կողմ, էլի Սամվել ջան, իրոք ես էլ այնպես չի, որ ես էլ համաձայն եմ թշնամուց սիրելու գաղափարին։ Կարող է ես էլ այդտեղ չեմ հասել։ Ես էլ ինքս անգամ իմ կյանքում հանդիպած մարդիկ են եղել, ովքեր որ հիմա իմ համար գոյություն չունեն, բայց այնպես չի, որ ես իրենց ասենք, sense ներես սիրում եմ։ Ուղղակի ես իմ ձևով էներգիա չեմ տալի, էլի, ես գտնում եմ, որ իրանք էներգիայի արժանի չեմ տալի։ So եթե ես էդի չեմ կարողանում թշնամուն սիրեմ, ես չեմ կարող էլի վանանեմ քարոզեմ, ասենք մարդկանց համոզեմ, որ իրենք սիրեն, բայց գոնե չատել, հա? Ես Հա, ինքս շատ դեմ եմ այդ ատելը, որ շարունակական դու ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի ազգի, մի երևույթի դու շարունակական շարունակեցիր ատել, դու արդեն անիմաստեղ էներգիա ես դուրս տալի, ոչ մի տեղ չտանող։ ուղղակի մենք չենք կարողանում ընդունել, որ այդ ատելությունը մեկը վախի դրսևորում է։ Ինքը ոչ թե սիրո դրսևորում է, այլ վախի դրսևորում է։ Մենք պետք է դա հասկանանք ու
այդ քո ասած տարայի մասին շատ մի հատ միտք եկավ, ես ուզում եմ կիսվել, նույնպես տես, երբ որ նայում ենք մթի դրսևորմանը, հա, ինքը ինչ որ տեղ է պահանջում, հա, ասենք բաց տարածքում ավելի դժվար է մութ դրսևորվել, դրանից պետք է ուղղակի արևը վերացնել, հա, երկնքից, որպեսզի այդ այսինքն գիշերը, հա, ասենք չնայած գիշերն էլ լրիվ մութ չի, բայց կարելի է լրիվ մութ սենյակ պատկերացնել, հա, այսինքն սահմանափակ տարածք, այդ տարան, երբ որ լցնում ես վախով, ինքը դառնում է այդ մութ սենյակը։ Բայց երբ որ դու լցնում ես այդ բանը, հանում ես ընդդեղից վախը, դու այդ մթությունը փոխակերպում ես լույսի։ Իսկ լույսը արդեն ասահմանափակ է, ինքը սահմաններ չի ճանաչում, հա, ինքը արդեն լուսավորում է ոչ թե մենակ քո ներսը, այլև քո դուրսը։ Ինքը շատ ավելի հզոր էներգիա է, քան մութը, հա։ Դրա համար շատ կարևոր է այդ բան ներսի այդ վախը փոխակերպել։ Էլի ճար չկա, պետք է ասենք սիրով, որովհետև հակառակ վախի հակառակ կողմը սերն է, էլի։ Եթե ասենք մենք ապրելով վախի մեջ չենք կարողանում հասկանալ ոնց կարելի է այդ սերը դրսևորել, հա, նույնիսկ ասենք թշնամու կամ մեկ ուրիշի նկատմամբ, հա, բայց երբ որ տեղը ազատում ենք այդ ասածը տեղը, հա, ու դա լցնում ենք արդեն սիրով, արդեն ուղղակի ոնց ասեմ, էլի ոնց որ ուրիշ տարբերակ չունես։ Դրա դեմ արդեն ուրիշ տարբերակ չկա, ուրիշ ոչնչի հետ չես կարող համեմատել։ Մնում է մենակ սերը։ Այս սիրո կարա տարբեր դրսևորումներ լինի, օրինակ կարեկցանքն էլ է, էլի սիրո դրսևորում Սամվել։ Իհարկե, բավական ամենաակտիվ դրսևորումներից մեկն է ու էներգիայով ամենահարուստ, հա, դրսևորումներից մեկն է կարեկցանքը։ Այո, եւս մեկ շատ կարևոր դրսևորում երախտապարտությունն եմ ես համարում ու Ստամբուլում ճիշտ ասած Իհարկե, ունեցա մի հատ այտենց պահ, որ սենց սիրտս ուղակի լցվել էր երախտապարտությամբ ու անգամ ռիլ որոշեցի ու տենց սարքեցինք Ստամբուլում եղած ժամանակ այդ երախտապարտության հետ կապված, թե ես ինչերի համար եմ երախտապարտ ու հիմա ուզում եմ գիտես ինչով կիսվեմ հենց մեր հետևորդների հետ։ Ուզում եմ իրենց ասեմ, որ ես ինչքան երախտապարտ եմ իրենց բոլորի համար, Սամվել ջան, ու ես ասեմ ինչի համար։ Ես երբ որ որոշեցի, որ ես ամեն ինչով զբաղվեմ, ես վիդեոները նկարեմ, հետագայում ես ոդքասթը, հա, մեր այդ զումերը, որ մասնակցում էի, ես այդ ժամանակ ինչ-որ մի հատ էություն էի, որը որ հա, այնց ահագին բաներ հասկացել էր կյանքում, ահագին իրա վրա աշխատանք տարել էր, բայց ես այս էությունը չէի։ Ես երբ որ արդեն սկսեցի մեր հետևորդների հետ շփվել, Սամվել, ու ամեն վիդեոն, որ նկարում էի, ամեն ռիլը, ամեն գաղափար, ամեն միտքը, ես իմ վրա մեծ պատասխանատվություն էի զգում, որ ես հենց ինքս դառնամ այդ ինչի մասին որ խոսում եմ։ Բայց մինչև այսօր ամեն պահ իրոք փորձում եմ էլ ավելի իմ ավելի լավ վերսիան դառնամ, հա, էլ ավելի, չգիտեմ, շատ ճանապարհորդեմ, էլ ավելի շատ բան տեսնեմ, որ էլ ավելի շատ բան ունենամ տալ։ Ու իմ կյանքը արդեն գունավոր էր, բայց հիմա էլ ավելի գունավոր, այլ ավելի հետաքրքիր է։ Ու ես դրանում իրոք շնորհակալ եմ ու երախտապարտ եմ այդ մարդկանց, ովքեր որ հետևում են, ովքեր որ, չգիտեմ, այդ կոմենտները գրում են, հա, քաջալերում են, որովհետև այդ նպաստում է, որ ես դառնամ էլ ավելին, էլի, քան թե կամ։ անշուշտ, Նա անշուշտ։ Դա շատ ոգեշնչող է, դա շատ ոգևորող է, երբ որ տեսնում ես, որ ժամանակը դիզուր չես ծախսում, հա, գործը, ասենք, ուժերը դիզուր չես ծախսում, հա, որ մարդկանց դա հետաքրքիր է, մարդիկ ընդունում են դա, շատերը մարսում են դա շատ ոգեշնչող է, դա հենց դա է, որ ստիպում է, ասենք, ավելի ու ավելի խորանալ ես ամենի մեջ ու ավելի վստահորեն կատարել քո գործը։ գիտես, ասենք, ընթացքում, ասենք, գրքեր ես կարդացել կամ չգիտեմ, էլի ուրիշ մարդկանց դեսերտացիաներ ես, հա, նայել, թրիլեր ես նայել ու մտքերը վերցրել էիր, բայց չգիտեմ, ասենք 25%, 50%-ով էր քոնը։ Երբ որ հիմա դու ես այդ մտքերը փոխանցողը արդեն, երբ որ այդ ժամանակը դնում ես, հա, մտորում ես, այդ մտքերը հավաքում ես, հայերեն լեզվով ես սարքում, post ես անում, հետո սկսում ես արդեն նայել դու ինքդ քո այդ սարքած, այդ ամեն ինչը դառնում է լրիվ քոնը։ Հետո կյանքում գալիս են ինչ-որ դրվագներ,
որտեղ որ բերում sense կյանքը քեզ կանգնացնում այն խաշմերուկին, որի մասին որ դու խոսում ես։ Ու ինչքան էլ որ քո կաղա հին էությունը քեզ ոնց որ խրախուսի որ դու գնաս դեպի ձախ, բայց դու քանի որ այդ վիդեոներով ու այդ քո այդ ռոլիկներով արդեն մարդկանց սովորացել ես որ ճիշտ աճ գնալն է, դու արդեն ոնց որ այդ պատասխանատվությունը վերցնում ես քո վրա, գնում ես աճ ու դու դառնում ես արդեն ավտոմատ քո էլ ավելի լավ տեսակը։ Ես քեզ ավելին կասեմ, Նիկ ջան։ Կարող չգնացել աճ, մեկ էլ տենում ես, որ հայտնվել ես աճում։ Ահա։ Տենց էլ ա լինում է։ Դա եղել է տենց էլի, հա։ Ասենք մենք տենց փորձել ենք ապրել, որ գնում ես, մեկ էլ տեսնում ես, վայ, եկել եմ աճ։ Շատ հետաքրքիր պահ է դա այդ մանիֆեստացիայի աշխատանքը էլի, հա։ Ինչ որ որ դառնում է նյութեղեն, հա, նյութականանում է։ Ու ամենահաճելին դա է այդ փորձի մեջ, էլի, որ տենում ես, որ այո, իսկ իրոք ինչ մտածում ես, վաղը դառնում է քոնը։ Դա օգնում է շատ հենց դրական մտածելուն, հա, որ դրական մտածես։ Օրինակ ինձ մոտ վստահ եմ բոլորի մոտ է այտենց միշտ այստեղ պայքար է, հա, ասենց հանձնաժողով եմ, այ ես որպես իրեն ընդունում ու ներկայացնում, միշտ sense մի հատ հանձնաժողով է, որ ամեն հարց քննարկում է։ Ոստեղ կարելի է վերցնել ձախակողմյան ու աջակողմյան ուժեր, հա, sense պայմանական օրինակի համար դնել ու մի կողմը, ասենք, չգիտեմ, քո ալարկոտությունն է, մի կողմը քո թուլություններն են, քո կախվածություններն են, քո վախերն են, ու տեղ շարունակ, քո տրավմաներն են։ Մյուս կողմը, որը որ կյանքի ինչ-որ մի հատվածում կարող է ավելի թույլ լինել, քան ստես կողմը, բայց հիմա գոնե հուսով եմ ինքը շատ ավելի ուժեղ է, քան ստես կողմը, հա, քո թուլությունները։ Այդ քո այն լավ տեսակն է, էլի, այն քո այն ձգտող տեսակն է, այն կյանքով լի տեսակն է։ Չգիտեմ, քո բարությունն է, քո կամեցողությունն է, քո կարեկցանք կարելու զգացողությունը, այս մյուս հանձնաժողովի անդամներն էլ դրանք են։ Ու ցանկացած էլի որոշման առաջ որ կանգնում ես, ես կռիվ ա գնում, էլի մի հատ, հա, քննարկում ա գնում։ Սրանք փորձում են քեզ համոզեն, որ դու գնաս դեպի այս կողմը, սրանք դեպի այս կողմը։ Ու այնքան սիրուն է, որ դու դառնում ես գիտակից այդ հանձնաժողովի նկատմամբ, մեկ-մեկ sense պրոստը sense կողքից sense նստում ու ուղղակի հավեսով նայում ես այդ քննարկումները ոնց է ընթանում, որովհետև երբ որ դու արդեն գիտակից ես, այդ Քրիստոսագիտակցության տերն ես, sense կարելի ասել, հա, այդ հանձնաժողովը ինչքան ուզում է թող քննարկի, բայց վերջում եկը որոշում կայացնողը դու ես։ Ու այդ ժամանակ դու ասում ես, լավ, երկուսին ուտել լսեցի, բայց մենք գնում ենք այս ուղղությամբ։ Ես բանը այս վերջերս մեկին հենց ցույց էի տալիս բանի մատիտի, հա, հա, որ ոչ մի կերպ չէի կարողանում նորմալ բացատրել, հա, ասում եմ պատկերացրա, ասենք մեր կյանքը բաղկացած է երկվությունը, հա, փորձը երկվություն է, կամ էսա կամ այնա։ Այսինքն փայտը ունի երկու ծայր, հա։ Հիմա ասում եմ պատկերացրա, մի ծայրը սուրը, հա, մի ծայրը տափակը։ Ու ամենակարևորը այն է, որ այդ փայտը կենտրոնում դու ես կանգնած։ Հիմա եթե դու իրան շուտ տաս սուր ծայրով դեպի քեզ, ինքը քեզ վնասելու է, հա, ծակելու է, հա, ցավը պատճառելու։ Իսկ եթե տափակ մասով ինքը քեզ չի վնասի։ Հիմա քո ձեռքին է, ինչ էլ որ կատարում է քո շուրջ, մեկը այդ փայտը շուտ տվողը դու ես։ Այո։ Մեկը այդ փայտը շուտ տվող դու ես ի վիճակի իրան ուղղել քո կողմ, դե ի վնաս, թե ի հոգուտ։ Սա խնդիրը դա է, հա։ Ու կարծում եմ շատ հեշտ է այդպես պատկերացնել ու որոշում ընդունել, էլի, ինչ եմ ես անում իմ կյանքի հետ, ուր եմ ես տանում իմ կյանքը։ Ուրեմն Ստամբուլում այդ հենց հյուրանոցս այդ Սոֆիայի տաճարի մոտ էր, ու այդ հատվածը այնքան հետարքիր հատված էր, այդ Սոֆիայի տաճարն էր, sense մի հատ հրապարակ էր, այս կողմն էլ այդ կապուտ մզկիթ է կոչվում, շատ հանրահայտ իրենց մզկիթն է, ու օրը 5 անգամ այդ աղոթքի կանչն է, հա, այսինքն այդ հիշեցումն է, որ աղոթքի ժամանակն է, ու սենց էս մեկ էս մսկիթներ միանում, մեկ էս մսկիթ, ընդհանուր սա քաղաքով մեկ այդ կանչն էր հնչում արաբերեն լեզվով։ Ագին ինձ մտածելու տեղեր տվեց Սամվել, թե օրինակ ինչի այդ ամեն ինչը կատարվել այն ժամանակ ու հիմա էլ շարունակվում։ Ու գիտես ես ինչի եկա ասա, որ երբ որ ինչ որ ցանկություններ ու նպատակներ ենք ունենում, հա, կատարելու, եկել ընկնում ենք, չգիտեմ, մեր առօրյայով ու էլի մեր այդ թուլությունները, մեր այդ ցանկությունները, հա, ասենք, չգիտեմ, այս Instagram ու այդ տիպի բաներ, եկել քեզ տանում ա քո այդ նպատակներից, շեղում ա։
Մեկ էլ անցնում է, չգիտեմ, 5 օր, 10 օր կամ ինչ-որ բան։ Օրինակի համար կարող ուզում ես նիհար ես, հա։ Մեկ էլ սկսում ես աշխատել դրա վրա, մեկ էլ գնաց, մոռացար դու դրա մասին, մեկ էլ անցնում մի որոշ ժամանակ, դու էլի այդ հիթ քաշիտես, շուտ էլ կարող հասկանաս ոնց եղավ, որ դու մոռացար։ Ու օրը 5 անգամ այս մսկիթների այդ աղոթքի կանչը ոնց որ հիշեցում լինի, էլի մարդկանց, որ դուք ինչ-որ բան ունեք անելու։ Մի հատ կդրվեք, ասենք, ձեր այդ առօրյա այդ կրքերից, հա, ուտել կլինի, խմել կլինի, չգիտեմ, աղջիկի հետևից վազել կլինի, նոր iPhone, նոր ավտո, մի հատ այդ ամեն ինչից կդրվեք, հələ մի հատ եկեք դուք ձեր մեջ մտեք, ոնց որ 5 անգամ օրվա մեջ, ոնց որ մեդիտացիայի մեջ քեզ հետ բերի։ Մի քիչ sense բան եղավ, sense մի քիչ բարի նախանձի պես բան ունեցա, էլի, որ ասենք ինչքան հետաքրքիր բան են sense տարիներ առաջ իրանք որոշել ու արել, ու ինչքան նպաստել է ինձ թվում, է, էլի, իրանց ասենք ինչ-որ հաջողությունների հասնելուն։ Ինչ կասես այդ մտքի հետ կապված։ Ես կարծում եմ իհարկե դա հասկանալի է, որ դա հենց այն է, ինչը իրանց ավելի հավատացել է պահում կամ նույն քրիստոնյային, հա, որտեվ մենք շատ բայցեր ունենք, հա, շատ բացեր ունենք, ասենք ուսմունքը մեկն է, հա, իսկ մենք ոնց ենք վարվում, ամեն մեկը քրիստոնյա է իր հասկացածով ընդամենը, հա, ասենք տենց կոնկրետ բաների չի հետևում, դա իրանց պահում է ավելի կոնկրետ հենց այդ կրոնի շրջանակներում, հա, դա դրանք դրական կողմնակարանի համար, բայց մենք պետք է հասկանանք, որ դա վատ օրինակ չի, որպեսզի կիրառենք նաև կրոնից դուրս։ Այսինքն ստեղծենք մի ինչ-որ բան, հա, որը կօգնի մեզ հենց կառավարելու մեր սեփական, ասենք, առօրյականությունը, ասենք, օրը, շաբաթը, ամիսը, հա, ու ստեղծել հենց այնպիսի բաներ, որոնք մեզ այդպես բան կանեն, կօգնեն, լինի մի գործիք ինչ-որ, հա, որը մեզ կօգնի ավելի ավելի լավ ծախսել մեր ժամանակը, ասած, էլի։ Հենց այդ տարբերակ, ասենք հիշեցման ապահով, էլի, ասենք որ մեզ հիշեցնի, որ օքեյ, ընկեր ջան, այ քո ռելսը էսեր գնա սրանով։ Ես այդ տիպի պրակտիկա օգտագործել եմ տարիներ շարունակ, երբ որ ինչ-որ մի բանի ուզում էի հասնել, օրվա մեջ 3 անգամ բլոկնոտիս մեջ գրում էի դրա մասին։ Առավոտը, ցերեկը, երեկոյան, ասենք ինչ-որ չգիտեմ, մի նախադասություն էր օրինակի համար, մի քանի անգամ գրում էի, ընդ մի մոմենտ անգամ եղավ այդ Տեսլայի տեխնիկային որպես ներկայացնում, որ առավոտը 3 անգամ, ցերեկը 6 անգամ, երեկոյան 9 անգամ այդ ձեր ուզած նախադասությունը գրեք, բավականին աշխատում է, ասեմ ձեզ, որովհետև ֆոկուսը տեղն է պահում, էլի, չես մոռանում դու այդ քո ցանկությունը, ոնց որ բառը պահում է ցանկությունդ, մինչև իրականություն է դառնում։ Հետարքիր բան է, ցանկացողներին խորհուրդ կտամ փորձեք, երեք կլինի կամ կարանք օրինակ մուսուլմանների օրինակով 5 անգամ վերցնենք դա անենք, հա դուրս է գալի, որտեղ ընդհանրապես դա է, էլի Սամվել։ Օրը 5 անգամ, երբ որ այդ ամբողջ քաղաքով մեկ քեզ կանչում են աղոթքի, քեզ կանչում են հիշացնելու, թե դու ով ես ու ինչ ունես անելու, որ դու չմոռանաս էլի քո ինքնությունը։ Իմիջիալոս գիտես, դու ասացիր, ես հիշեցի, գիտես այդ բառը, որ մենք ասում ենք ապաշխարեք, հա, Ահա։ այդ բառը, իրականում ինքը իվրիտում թե արամեերենում ինքը նշանակում է ոչ թե ապաշխարել։ Ես չեմ հիշում այդ բառը ինքը ոնց է հնչում այդ բառը, հա, օրիգինալով, բայց իր ճշմարիտ թարգմանությունը նշանակում է վերադարձեք։ Հա, մենք ասում ենք ապաշխարեք, քանի եկել է մոտենում է Աստծո արքայությունը, հա, բայց իրականում ասվում է վերադարձեք, քանզի եկել է Աստծո արքայությունը։ Այսինքն տունը շատ մոտ է, հետ եկեք, հա, հիմա տես, եթե այդպես լիներ, հա, եթե մեր հիշողության մեջ դա մեր կրոնի մեջ ճշմարիտ թարգմանություն լիներ այդ բառը, մոտավորապես ստացվում էր այդ հիշեցումը, հա, ոնց որ ասենք 5 անգամ բանը Ղուրանը հիշեցնում է, հա, ինչ որ բանի մասին, ինչա հիմա դա էական չի, բայց որպես գործիք, հա, որպես գործիք, եթե մենք ճիշտ ընկալեինք, դա չէինք բանը, ցանկաչոք չէինք մոտենա դրան, հա, այլ նո, լուրջ ձևով էլի, վերադարձեք, տուն վերադարձեք։ Այսինքն Սամվել կարանք ասենք, որ ժամանակակից հասարակությունը դարել է իր իսկ էգոյի զոհը, շատ մեծ տեղ է տալի իր էգոյին, հա, ու այդ էգոյի ցանկություններին։ Ու այս մեդիտացիաներն ու այս աղոթքները ընդհանրապես ոնց որ փորձում են մարդուն
Հետ կանչեն իր իսկական էությունը, էլի։ Այո, արո, բա տուն է դա նշանակում, էլի։ Տուն հենց դա է նշանակում, Հմ։ հոգևորի տարածք։ Ոչ թե նշանակում, որ պետքա թողանք երկինք համբարձենք, ոչ, բոլորովին։ Ուղղակի վերադարձեք հոգևորի տարածք։ Մեր իրական էությունը հենց հոգևորն է, չէ՞։ Մեր գլխավոր մասը հենց հոգևորն է։ Այդ առումով։ Հոգևորը հոգևոր, բայց օրինակ ես ինքս իմ համար, որտեղ գիտեմ շատ մարդիկ ընկել են իրանք էգոյի հետևից կամ իրանք հասկանալով, էլի, ուզում են ազատվեն իրանք էգոյից, առանց հասկանալու, որ դա էլ ինչ-որ մի հատ էգոյի դրսևորում է, երբ որ ցանկանում են այդ տիպի ինչ-որ բան անեն, ես ինքս իմ կողմից եկել եմ մի հատ ճշմարտության, որ իմ էգոն լավ էգո է, հա, ես իր հետ sense բալանսավորված ինչ-որ ներդաշնակ վիճակում եմ, որովհետև մինչև իմ այդ արթնացման փուլն ապրելը, մինչև ես ինքս իմ կյանքի տերը դառնալը, ինձ մինչև ստեղ իմ էգոն էր վերահասցրել, ինձ իմ ընտանիքին sense կարամ ասեմ։ Ես հիմա ոնց այդ էգոին վերցնեմ որպես ինչ-որ բացասական երևույթ վերաբերվեմ, հա, ու բրցնել էգոից կամ ազատվել էգոից երբեք չեմ ցանկանում, ամեն ինչը ինչ որ անում եմ, էգոյի հետ ներդաշնակ եմ անում։ Դե գիտես, Տիգրան, կարծում եմ այդ էգոից ազատվելու բանը մոդան գալիս է նրանից, որ հիմա ակտիվացել, ասենք, արևելյան փիլիսոփայություններով հետաքրքրվել է, տարբեր յոգաներ, Ահա, հա, կան Հայաստանում։ Մի կողմից դա շատ լավ է, որ կա այդ ամեն ինչը, ծանոթացնում է, իրոք տանում է հոգևոր տարածք, այդ ներդիտարկողական տարածք, մեդիտատիվ տարածք, հա, բայց դրա հետ միասին հենց այնտեղից է կարծում եմ գալիս այդ բանը, էլ որ պետք է հրաժարվես էգոից։ Իսկ իրականում դա անհնար է, քանի դեռ մենք ֆիզիկական մարմին ենք, քանի դեռ մարդ ենք, երեք երամիասնություն ենք, հա, մարմնի, մտքի եւ հոգու, անհնար է ուղղակի, անհնար է էգոից ազատվել, ուղղակի պետք է էգոին ցույց տանք իր տեղը, այդքան բան, ոչ թե էգոն մեզ պետք է կառավարի, այլ մենք պետք է կառավարենք էգոին եւ ընդհանրապես դա։ Ու էգոն հենց դառնում է այն էգոն, ինչի մասին դու ես ասում, այն էգոն, ում կարելի է սիրել արդեն։ ես իմ կողմից ավելացնեմ, այդ որ ասում ես էգոին ցույց տալ իր տեղը, էգոին ընդհանրապես պետքա ոնց որ սեր ցույց տալ, հա, ասենք էգոն ինքը վախեցած ինչ-որ մի հատ էություն է, երևույթ է, որը որ չի Հա, հասկանում ինքը ով է, ինչ է, ու ինքը ամեն ինչ անում է, որ գոյատևի քո հետ։ Երբ որ դու այսինքն, պես պայքարում ինքը ես էգոյի դեմ, էգոն արդեն այդ վախեցած կենթանու պես ամեն ինչ անում է, քեզ տանում է դեպի կախվածություններ, ասենք ինչ ասես քո գլխին սարքում է, որ իրանից չփրցնես։ Իսկ երբ որ դու էգոյին ցույց ես տալի, որ քեզանից ոչ մեկ չի ցանկանում փրցնել, մի հատ հանգստացի, հա, ասես կոպիտ ասած, ասես գլուխը շորում ես, ասում ես դու քո համար մնա, վсё։ Մինչև հիմա դու ես ինձ վերստեղ, ստեղից հետո այդ բեռը վերցնում իմ վրա, բայց մենք միասին ենք շարժվելու առաջ։ Ես կլսեմ քո ձայները, հա, դու ինչ ես ուզում։ Էլի իրար հետ արդեն չափի մեջ իհարկե, այդ ամեն ինչը քո համար կանեմ, հա, ես քեզանից չեմ ազատվում, բայց դու մի փորձի այդ պանիկա վիճակով, ասենք, մեզ տանես խփեսես պատից այն պատը։ սովորական, ասենք, տանենք մի հատ ուրիշ տարածք, հա, եթե դու շուն ունես, հա, եթե քո շունը քո ընտանիքում չի գտել մեկին, ում կհամարի առաջնորդ, ուրեմն ինքն է դառնալու այդ տան առաջնորդ։ Այլ տարբերակ չկա, հա։ Շան գիտակցությունը դա է, հա։ Պետքա լինի ինքը ոհմակի անդամ, հա, պետքա ոհմակը առաջնորդ ունենի։ Հիմա էգոյի համար էլ, եթե չի գտնում առաջնորդը, ինքը դառնում է առաջնորդը։ Ու դրա համար ինքս արդեն հարկադրված է սնվել քո վախերով, հա, քո կասկածներով եւ այլ եւ այլ։ Բայց երբ որ դու իրան ցույց ես տալիս, որ մենակ դա չի, ասենք, սնունդ է իրա, որ ինքը կարա առանց դրա էլ յոլա գնա, ինքը կարա ավելի հանգիստ ապրի, ինքը շատ լավ գրավում է իր տեղը։ Այսինքն թույլ է տալիս, որ դու, հա, դառնաս առաջնորդը, հա, որ դու լինես, հասկանում է, որ առաջնորդը դու ես ու իր կյանքով ապրում է հանգիստ։ Այո։ Այսինքն մեր մեջի այդ կենթանական հատվածն է, էլի, մեր մեջի կապիկն է։ Հա, հա։ Բանը իմիջիալոց դեկներն են ասում, չիտա են ասում, չի են ասում, ինչ որ տես մի հատ բան կա, սուտրա յոգայի մեջ շատ վաղուց եմ կարդացել, նոր հիշեցել, այտենց ինչ որ չի կամ չիտա, չիտի, ինչ որ տես անուն, հա, բայց հիշում ես տես մուրցիկ կար, չէ, չիտա կապիկ անուն, կապիկ կար, հերոս տես անունը չիտա։ Հմ, չեմ հիշում։
Չէ՞։ Հա, Ես ընկա։ երեք գիշերը մի հատ հետաքրքիր բան նայեցի, Monkey King, այսինքն Կապիկ թագավորը եւ Բուդան, սենց հետաքրքիր լեգենդ էր, հա, որը որ մոտավորապես հենց այս թեմաներն էր էլի ցույց տալի, որ երբ որ տես մի հատ ինչ-որ Կապիկ թագավոր է լինում, որ Իգոն է էլի լինում, այդ մաքուր իգո է լինում, հա, որ շատ մեծ զորությունների է գնում հասնում, էլ անմահություն, էլ չգիտեմ, աստվածներին է հաղթում, սա է անում, նա է անում, վերջում այդ որ էլ չեն կարողանում էլ ոչ մեկ իր դեմ առնան, ինչ որ Բուդային են դիմում, Բուդան էլ այդ իմաստությունն է, հա, ու Բուդան թե ոնց է ախից գալ, էլի ընդամենը մի քանի հարցեր տալով, ոնց է այս կապիկը հալվում ու ոնց որ խոնարհվում է, ու ասում է սարքի ինձ քո աշակերտ էլի Բուդային, որովհետև հասկանում է, որ այդ էգոյով հասած այդ ամեն բարձունքների, ամեն հնարավոր բարձունքների հասել էր ինքը, ոչ մի բան է առանց իմաստության։ Հա, Հա, դա հետաքրքիր է։ բուդդիզմում, ամբողջ բուդդիզմում դա շատ կարևոր բան է, տեսանկյունը, այս անունը իր բանում հինդուիզմում չեմ հիշում, բայց շինանցիների մոտ իր անունը բան է, Սուն Ուկու։ Հենց Սուն այդ Ուկու իր թագավորը։ հենց այդ դրա Հա, մասին էր, հա։ Այս ու ինքը չինական դառնում գրքեր է է։ ամենամեծ օգնականներից մեկը, էլի։ Այո, Հա, այո։ շատ լավ։ Շատ ես որ թատրոնում էի աշխատում, մեր մոտ եկավ չինական թատրոնը Լենինգրադում, հա, եկավ չինական թատրոնը, իրանք մի ամիս մեր մոտ այդ ներկայացումներից մեկը դա էր, ես նույնիսկ մի հատ ֆոտո ունեմ այդ Սունոկոյի բանը մասկեն հագիստել է, Հմ։ շատ հավես ներկայացում էր։ Վաղվանից մի հատ շատ հետաքրքիր տրեյնինգ եմ սկսում, այսինքն դրա առաջի հատվածը արեցի մինչև Ստամբուլ գնալս, վաղվան էլ դրա ոնց որ խորացվածն եմ անում։ Շատ շատ ուժեղ տրեյնինգ է, էլի քո այդ ինքնաճանաչման է, այդ հետ կապված ու մոտս շատ մեծ ցանկություն կա, որ այտենց մի բան հայերեն լեզվով թարգմանենք ու տանենք Հայաստան, հա, մեր ժողովրդի համար։ Այստեղ շատ տարբեր գործիքներ կա, էլի Սամվել ջան, որ անգլերեն լեզու տիրապետողների համար ոնց որ հասանելի է դառնում ու շատ արագ, շատ մեծ արդյունքների են կարողանում հասնել։ Սենց ընդհանրապես 3 օրվա, 5 օրվա ռիթրիտներ անցնելով մեկ է մի քանի տարվա իմաստություն են ձեռք բերում, մի քանի տարվա ինքնաճանաչում են անցնում, էլի։ Ու ամեն անգամ եւս էլի տես մի բանի մասնակցելուց սենց սիրտս կտոր է լինում, որ այդ մի բաները ասենք հայերեն լեզվով չկա, Ըստ վերջի անգամը, որ արեցի, մի քանի օր առաջ, տես մի հատ վարժանք կար, հա, այդ վարժանքում որ սենց երկու հոգի կանգնում, մեկը մյուսին հարցնում, ինչ ես ուզում, ինչ ես ուզում, ու տենց այդ վարժանքի ժամանակ ես զգացի, թե ես ինչքան շատ եմ ուզում, որ տենց մի բան տանենք Հայաստան, հա, ու ու կանենք անպայման, որտեղ իմ ցանկությունները միշտ կատարվում են, իսկ հիմա էլի դարավ իմ համար շատ 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 իրական ցանկություն, որտեղ ես ինքս իմ վրա որ տեսա դրա այդ ազդեցությունը, ու այդ էր հենց պատճառը, որ ես այդեն շատ արագ որոշեցի, որ գնամ մի հատ այդ Ստամբուլը տենամ հետ գամ։ Ինձ թվում է մինչև տարվա վերջ այդպես մի բան կարելի է կազմակերպել արդեն հայերեն լեզվով մեր ժողովրդի համար։ Իհարկե, չգիտեմ, ինձ թվում է, որ եթե դու հենց այդ տեղում փորձես այդ մասին խոսել ղեկավարների հետ, կարող է իրենք էլ, ասենք, ունեն ինչ-որ բան, որը կարող են տալ կամ վաճառել, չգիտեմ, հա, մի ձևով ու իրենց, ասենք, թույլտվությամբ զբաղվել դրանով, հա, կարծում եմ լրիվ հնարավոր տարբերակ է։ Գիտես, դրա մասին մտածել եմ Սամվել, ուղղակի ինձ թվում է մեր ժողովրդի համար մի հատ հայկական պետքա երանգ դրան տրվի, որով Իհարկե, դու սկզբից դա բեր, երանգը մենք կդնենք։ թե իսկ որ երանգը իրար հետ միասին կազմենք ու տանենք։ Հա, իհարկե, իհարկե, բայց նո, դες դու գնում ես, բայց ես չեմ գնում, ես չգիտեմ ինչ բան է, ասենք, դες այդքան ծանոթ չեմ, ես քեզ վստահում եմ լիովին, բայց լավ կլիներ էլի, որ մի քիչ դա խորացած անցալեինք ավելի, հա, եթե իրանք ունեն ինչ-որ շատ հնարավոր է որ ունեն, Նիկ ջան, էլի, ասենք, եթե մի հատ լրջորեն խոսաս իրանց հետ, հա, ասես, այ հենց քո նպատակի մասին ասես, էլի, որ ուղղակի ուզում եմ ծառայեցնել նաև այդ ժողովրդին,
Կարծում եմ հնարավոր տարբերակ է։ Փորձի էլի գնում ես, հիմա ինչ է Դավիթ ջան, արել։ ընդ է բա, ինքը շատ բավականին པարզ է, հավատա ինձ, այդ վարժանքներն ու մնացած ամեն ինչը, ուղղակի հայերեն լեզվին տիրապետող գոնե 4-5 հոգի պետք են, կճարենք էլի նորմալ երիտասարդների, ովքեր որ կունենան այդ տիպի երազանք ոնց որ իմնա, ովքեր որ ստեղ կանցնեն այդ ծրագիրը ու միասին կնստենք ու միասին կկազմենք արդեն այդ տրեյնինգը մեր լեզվով, մեր այդ ազգային այդ բանն էլ հետը ավելացնելով, էլի, յուրահատկություններն էլ հետը ավելացնելով։ Կլինի։ Գիտես, որ ես միշտ պատրաստ եմ նման բաների, եթե կարամ օգնեմ ինչ-որ բանով, մեծ ուրախությամբ։ Շնորհակալ եմ, գիտեմ Սամվել ջան։ Դե ինչ, երևի այդքան է այսօր, մինչև այս մյուս տրեյնինգը մի հատ ուզում եմ իրար հետ նստենք զրուցենք, քանի ես էմոցիաներս թարմեր, չնայած շատ հոգնած եմ, երևի մեզ լսողներն էլ այսօր կզգան իմ հոգնածությունը, երեք նոր հետ եմ եկել Թուրքիայից, բայց ինձ թվում է նորմալ ստացվեց, հա, մինչ մյուս հանդիպում։ Շատ լավ է նա, որ հիմա հաջորդը կգաս այդ տրեյնինգից, հա, ու դրա մասին ավելի կոնկրետ կպատմես արդեն, էլի։ Այո, Հաջողություն քեզ, հուսով եմ, որ լավ գաղափարներով հետ կվերադառնաս այդ տրեյնինգից։ շնորհակալ եմ շատ, լավ որ